Մինչ վերջին րոպեն նա փորձեց թաքցնել այն կնոջ անունը, ասում է Աղավնու Ստեփանյանը, 94 տարեկան կին, որի ձեռքերը դեռ դողում են, երբ խոսում է 1937 թվականի մայիսից։ Նա աշխատել է ՀԿԽ Կենտկոմի գաղտնաշխատասենյակում, տեսել է բոլոր փաստաթղթերը, լսել է բոլոր զրույցները։ Ինչ գիտեր այս կինը, ինչը մենք չգիտենք։ Ինչպես է հնարավոր, որ Ագասի Խանջյանի Հայաստանի ամենահզոր մարդու կյանքում եղել է կին, որի մասին պաշտոնական պատմությունը լռել է 87 տարի։ Այսօր 3 նախկին աշխատակիցներ, ովքեր ականատես են եղել այդ ողբերգական դրամային, առաջին անգամ խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ ողջ։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ, ինչ կարծում եք, որ գիտեք Խանջյանի վերջին ամիսների մասին։ Դա սկսվել է 1936 թվականի նոյեմբերին։ Հենց այն ժամանակ, երբ Մոսկվայից Երևան ժամանեց նոր հանձնարարություն, ստուգել բոլոր կոմկուսի ղեկավարների անձնական կապերը։ Ագասի Խանջյան, ով այդ պահին Հայաստանի Կոմպարտիայի առաջին քարտուղարն էր, գիտեր, որ ստուգումները սկսվել են։ Բայց չգիտեր, որ ՆԿՎԴ-ն արդեն ունի լուսանկարներ, փաստաթղթեր, վկաներ։ Գործը կոչվում էր «Օբյեկտ 7»։ Եվ այն ուղղված էր չհասկանալու, թե ինչ գաղտնիքներ ունի Խանջյանը, այլ ինչպես օգտագործել դրանք նրան կոտրելու համար։ Լուսինե Սարգսյանը եղել է 28 տարեկան, երբ առաջին անգամ տեսել է Ագասիին Կենտկոմի միջանցքում։ Նա աշխատում էր որպես գաղտնի կապի հաղորդիչ, փոխանցում էր կոդավորված հեռագրեր Մոսկվայի Երանի միջ։ Լուսինեն իմացել է բոլորը՝ Սպանդարյանի մահից, Միասնիկյանի ձերբակալումից, Ագասու վախերից։ Նա եղել է այն կինը, որն անցնում էր մեկ գրասենյակից մյուսը, ոչ ոք չէր նկատում։ Բայց Ագասին նկատել է։ Նա տեսել է այդ աղջկան հանգիստ ուժը, նրա հեռացած հայացքը, նրա լռությունը, որը խոսքից ավելի բան էր ասում։ Առաջին խոսակցությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին, երբ Ագասին աշխատում էր գիշերները։ Լուսինեն բերել էր հեռագիր Ստալինից։ Հեռագիրը պահանջում էր բացատրություններ Հայաստանում իրականացվող մաքրումների դանդաղության մասին։ Խանջյանը կարդացել է հեռագիրը առաջին անգամ տարիներ ի վեր ինչ-որ մեկի առջ ցույց է տվել իր թուլությունը։ Նրանք ուզում են, որ ես սպանեմ իմ ընկերներին, ասել է նա, ձեռքերը դողացել են։ Լուսինեն պարզապես նստել է արջի աթոռին ասել. Դուք չեք կարող սպանել բոլորին։ Եթե սկսեք, ավարտ չի լինի։ Դա եղել է այն պահը, երբ Ագասին հասկացել է, այս կինը տարբեր է մյուսներից։ Բայց նրանք չգիտեին, որ ՆԿՎԴ-ն արդեն հետում է Լուսինեին։ Նրա գործը բացվել էր դեռ հոկտեմբերին։ Փաստաթղթերում նշված էր. Սարգսյան Լ. 1908 թ. Հնարավոր դեմքն է հակահեղափոխական կապերի համար։ Հայրը մահացել է 1929 դաշնակցական ապստամբության ժամանակ։ Եղբայրը գտնվում է էմիգրացիայում Փարիզում։ Եվ այս տվյալները բավական էին, որ ՆԿՎԴ-ն սկսի գործողություններ։ Ոչ Լուսինեի ձերբակալության համար, այլ ավելի կարևոր նպատակի համար։ Օգտագործել նրան Խանջյանի դեմ։ Հունվարի 10-ին, երբ Երանում ջերմությունը իջավ -20 աստիճանի, ՆԿՎԴ-ի օպերուպոլնոմոչենի Գրիգորյան Սերգոն ստացավ հրահանգ Մոսկվայից։ Հրահանգը ստորագրված էր Եժովի կողմից, պարունակում էր միայն 2 տող. Օբյեկտ 7. Կտրուկացնել։ Օգտագործել կինը։ Գրիգորյանը հասկացավ, թե ինչ է նշանակում օգտագործել։ Դա նշանակում էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ Խանջյանը ստիպված կլինի ընտրել իր պաշտոնն ու իր կյանքը, թե այն կինը, ում սիրում էր։ Եվ այս ընտրությունը Խանջյանի համար կդառնա ճակատագրական։ Լուսինեն Ագասին սկսեցին հանդիպել գաղտնի։ Ոչ թե Խանջյանի բնակարանում, ոչ թե Կենտկոմում, այլ հին տանը Հյուսիսային պողոտայում, որտեղ ապրում էր Լուսինեի հին մորաքույրը։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Ագասին խոսում էր իր վախերի մասին։ Նա պատմեց, թե ինչպես Ստալինը պահանջել է Հայաստանից 5000 թշնամիների անուններ, ինչպես նա փորձել է դրանից խուսափել։ Նա բացահայտեց, թե ինչպես Բերյան շանտաժել է իրեն, պահանջելով ավելի շատ ձերբակալություններ։ Եվ ամենակարևորը, նա խոստովանեց, որ իր համար այս ամենը դարձել է անտանելի։ Ես այլս չեմ կարող նայել հայելու մեջ, ասել է նա Լուսինեին մի գիշեր։ Ես սպանեցի Ասկանազը, Շավարշը, Սարգիսյանին։ Նրանք հավատացել էին ինձ։ Բայց մինչ Ագասին խոստովանում էր իր հանցանքները, ՆԿՎԴ-ն արձանագրում էր ամեն ինչ։
Հին տանը տեղադրվել էին ունկնդրիչներ։ Յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր թուլություն գրանցվում էր հատուկ ապարատներով։ Գրիգորյանը ստացավ 12 ժամ ձայնագրություն 30 օրվա ընթացքում։ Եվ այս ձայնագրություններում Խանջյանը կրկնում էր այն բառերը, որոնք կարող էին օգտագործվել որպես ապացույց նրա դեմ։ Ես չեմ ուզում սպանել ավելի շատ մարդկանց։ Մոսկվան խենթացել է։ Ստալինը կորցրել է իրականության զգացումը։ Յուրաքանչյուր բառ էր մահավճիռ։ Փետրվարի 20-րդի առավոտյան Լուսինեին կանչեցին ՆԿՎԴ։ Ոչ թե ձերբակալության համար, այլ զրույցի համար։ Զրույցն անցկացրեց ինքը Գրիգորյանը։ Նա դրեց սեղանին Լուսինեի եղբոր լուսանկարը Պարիզից, հոր գործի փաստաթղթերը 1920 թվականից, հետո ինչ-որ այլ բան։ Ձայնագրող սարք, որից հնչում էր ագասու ձայնը։ Ես այլս չեմ կարող նայել հայելու մեջ։ Գրիգորյանը նայեց Լուսինեին ասաց. Դուք ունեք երկու ընտրություն։ Կամ համագործակցեք տեղեկացնեք մեզ Խանջյանի ամեն բառի մասին, կամ մենք ձերբակալում ենք ձեզ ու ձեր եղբորը համաժողովրդական թշնամու գործակցի մեղադրանքով։ Լուսինեն խոսել է առաջին անգամ 1989 թվականին, երբ ԽՍՀՄ-ն սկսեց քայքայվել գաղտնի արխիվները բացվեցին։ Նա պատմել է, թե ինչպես վերադարձավ այդ զրույցից տուն ամբողջ գիշերը լացել է։ Նա հասկանում էր, որ ինչ էլ ընտրի, Ագասին դատապարտված է։ Եթե համագործակցի ՆԿՎԴ-ի հետ, նա դավաճանում է նրան, ում սիրում էր։ Եթե հրաժարվի, Ագասին կմնա առանց նախազգուշացման, ՆԿՎԴ-ն կարող է օգտագործել այլ միջոցներ։ Ես գիտեի, որ նա մահացած է, ասել է Լուսինեն իր վերջին հարցազրույցում 1991-ին։ Բայց ես ուզում էի նվազագույնը տալ նրան մի քանի շաբաթ պատրաստվելու համար։ Եվ նա ընտրեց երրորդ ճանապարհը։ Ճանապարհը, որը փրկեց Ագասիին որոշ ժամանակով, բայց փոխվեց իր հետ այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Հաջորդ 3 շաբաթների ընթացքում Լուսինեն սկսեց հանդիպել Գրիգորյանի հետ յուրաքանչյուր կիրակի։ Նա պատմում էր, թե ինչի մասին է խոսում Ագասին, բայց միշտ բաց էր թողնում ամենակարևորը։ Երբ Ագասին խոսում էր Ստալինի մասին, Լուսինեն հայտնում էր Գրիգորյանին, բայց փոխում էր բառերը։ Երբ Ագասին անվանում էր անուններ, Լուսինեն մոռանում էր դրանք։ Նա խաղում էր դանդաղ խաղ, տալով ՆԿՎԴ-ին բավական տեղեկատվություն պահելու համար համագործակցությունը, բայց ոչ այնքան, որ անմիջապես ձերբակալեն Ագասիին։ Դա էր նրա փրկության ճանապարհը։ Բայց նա չգիտեր, որ Մոսկվան այլս չէր հետաքրքրվում Խանջյանի խոսքերով։ Մոսկվան արդեն որոշել էր նրա ճակատագիրը։ Մարտի 12-ին Բերիան ուղարկեց Երան նոր ներկայացուցիչ։ Միխայիլ Գոգոբերիձեն պետք է ավարտեր գործը Խանջյանի հետ։ Նրա առաջադրանքն էր ոչ թե հավաքել ապացույցներ, այլ ստեղծել իրավիճակ, որտեղ Խանջյանը կհայտնվի մեկուսացված անպաշտպան։ Գոգոբերիձեն գիտեր, թե ինչպես աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ունեին թույլ կողեր։ Եվ Ագասի Խանջյանի թույլ կողը հիմա անուն ուներ՝ Լուսինե Սարգսյան։ Մարտի 15-ի երեկոյան, երբ Ագասին գնում էր Լուսինեի հանդիպմանը, նա նկատեց, որ հետում են իրեն։ Ոչ թե գաղտնի կերպով, այլ բացահայտորեն։ Մեքենան կանգնած էր տան դիմաց ամբողջ երեկոյա ընթացքում։ Երբ նա մտավ տուն, Լուսինեն նստած էր լացում էր։ Նա պատմեց ամեն ինչ, զրույցը Գրիգորյանի հետ, ձայնագրիչները, շանտաժը։ Ագասին լսեց ամեն ինչ, մինչ վերջ, առանց ընդհատելու։ Հետո նա ասաց միայն մեկ բան. Ես գիտեի։ Ես միշտ գիտեի, որ նրանք քեզ կօգտագործեն։ Այդ գիշեր նրանք չխոսեցին քաղաքականության մասին։ Նրանք խոսեցին դրանից, թե ինչպես են սիրել իրարը 20 տարի առաջ, երբ կյանքը դեռ թվում էր պարզ հուսալի։ Եվ երկուսն էլ հասկացան, որ դա նրանց վերջին գիշերն է միասին։ Մարտի 16-ի առավոտյան Լուսինեին ձերբակալեցին։ Ձերբակալությունը տեղի ունեցավ ոչ թե գաղտնաբար, այլ Կենտկոմի առջում, բոլոր աշխատակիցների ներկայությամբ։ Գոգոբերիձեն անձամբ ցույց տվավ ձերբակալման օրթերը բարձրաձայն կարդաց մեղադրանքները։ Համագործակցություն դաշնակցականների հետ, հակասովետական գործունեություն։ Լրտեսություն։ Յուրաքանչյուր բառ հնչում էր որպես մահավճիռ։ Ագասին կանգնած էր իր գրասենյակի պատուհանի մոտ, տեսնում էր, թե ինչպես են տանում Լուսինեին դեպիս մեքենան։ Նա ուզում էր վազել, բացականչել, փրկել նրան։ Բայց գիտեր, որ եթե դա անի, նա մահապատժի կենթարկվի իրեն Լուսինեին միասին։
Այնպես որ նա կանգնեց դիտեց, թե ինչպես է իր սերը տարվում բանդ։ Իսկ դուք ինչ կանեիք, եթե ստիպված լինեիք ընտրել սիրածի մահի սեփական պաշտոնի միջ։ Երբ Լուսինեին տարան, Ագասին մտավ իր գրասենյակ, փակեց դուռը։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում այս ձերբակալությունը։ Դա ոչ թե պատիժ էր Լուսինեի համար, այլ հաղորդագրություն իր համար։ ՆԿՎԴ-ն ցույց էր տալիս, որ նրանք վերահսկում են նրա կյանքի յուրաքանչյուր կողմը։ Նրանք կարող են խլել ամեն ինչը, ինչ նրան թանկ է։ Եվ եթե նա չենթարկվի, նրանք կվերցնեն ավելին։ Գոգոբերիձեն այցելեց Խանջյանին նույն օրը կեսօրին։ Նա չբերեց ոչ մի փաստաթուղթ, ոչ մի պաշտոնական մեղադրանք։ Նա պարզապես նստեց ասաց. «Ընկեր Խանջյան, մենք հասկանում ենք ձեր դրությունը։ Դուք սիրում եք այդ կնոջը։ Դա բնական է։ Բայց հիմա մենք ունենք խնդիր։ Այդ կինը մեղադրվում է լրտեսության մեջ։ Եվ դուք, որպես Կոմպարտիայի առաջին քարտուղար, պետք է դատապարտեք նրան»։ Ագասին նայեց Գոգոբերիձեին հարցրեց. «Իսկ եթե ես չդատապարտեմ»։ Գոգոբերիձեն ժպտաց. «Ապա մենք ստիպված կլինենք հարցնել, թե ինչու դուք պաշտպանում եք լրտես կնոջը։ Եվ Մոսկվան կսկսի մտածել, արդյոք դուք ինքներդ չեք համագործակցում դաշնակցականների հետ»։ Դա էր իդեալական թակարդը։ Եթե Ագասին պաշտպաներ Լուսինեին, նա կհայտնվեր նույն դատավճռի տակ։ Եթե դատապարտեր, նա կլիներ դավաճան այն կնոջ հանդեպ, ում սիրում էր։ Երկու դեպքում էլ Ագասի Խանջյանը կորցնում էր։ Եվ Գոգոբերիձեն գիտեր դա։ Նա վերցրեց իր գլխարկը ասաց. «Մոսկվան սպասում է ձեր պատասխանին վաղը։ Մենք պետք է հրապարակում կատարենք Սարգսյանի մեղադրանքների մասին, պետք է, որ դուք ներկա լինեք»։ Հետո նա գնաց, թողնելով Ագասիին մենակ իր գրասենյակում։ Այդ գիշեր Ագասին չքնեց։ Նա նստած էր իր գրասեղանի մոտ, կարդում էր հին թղթերը։ Թղթեր 1920 թվականներից, երբ նա դեռ հավատում էր հեղափոխությանը։ Թղթեր 1930-ականներից, երբ նա տեսել էր առաջին ձերբակալությունները։ Եվ հիմա, 1937-ին, նա հասկանում էր, որ ամեն ինչ, ինչի համար նա պայքարել էր, վերածվել է սուտի։ Հեղափոխությունը, որը պետք է ազատեր մարդկանց, վերածվել էր հսկա բանտի։ Եվ նա, Ագասի Խանջյանը, դարձել էր այդ բանտի բանտապետներից մեկը։ Առավոտյան նա ստացավ հեռագիր Բերիայից։ Հեռագիրը հակիրճ էր։ «Սպասում ենք հրապարակման Սարգսյան գործով։ Ձեր ներկայությունը պարտադիր։ Բերիա»։ Եվ այդ պահին Ագասին հասկացավ, որ նա չունի այլ տարբերակ։ Նա կարող էր կանգնել դատապարտել Լուսինեին, փրկել իր պաշտոնը, բայց կորցնել իր հոգին։ Կամ կարող էր հրաժարվել, միասին ընկնել Լուսինեի հետ։ Բայց կար նա երրորդ տարբերակ։ Տարբերակ, որի մասին նա սկսեց մտածել այդ առավոտ։ Տարբերակ, որը կդառնար նրա վերջին ընտրությունը։ Մարտի 17-ի կեսօրին, երբ ամբողջ Կենտկոմը հավաքվեց Սարգսյան-Լուսինեի մեղադրանքները լսելու, Ագասին չներկայացավ։ Նրա քարտուղարը հայտարարեց, որ Խանջյանը հիվանդ է, չի կարող գալ։ Գոգոբերիձեն անմիջապես դարձավ կասկածամիտ։ Նա ուղարկեց երկու սպա Խանջյանի բնակարան, ստուգելու։ Երբ նրանք հասան, տունը դատարկ էր։ Ագասին չկար ոչ իր բնակարանում, ոչ գրասենյակում, ոչ էլ այլ որևէ վայրում, որտեղ սովորաբար լինում էր։ Նա անհետացել էր։ Հաջորդ 12 ժամվա ընթացքում ամբողջ ՆԿՎԴ-ն փնտրում էր Ագասի Խանջյանին։ Ստուգվեցին բոլոր տները, բոլոր գրասենյակները, բոլոր ավտոկայանները։ Բայց Ագասին որպես թե անհետացել էր երկրից։ Հաղորդագրություններ ուղարկվեցին Թիֆլիս, Բաքու, նույնիսկ Մոսկվա։ Բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Եվ այդ պահին Բերիան հասկացավ, որ Խանջյանը նախապատրաստել է ինչ-որ բան, ինչը նրանք չէին սպասում։ Իրականում, Ագասին չէր փախել։ Նա մնացել էր Երանում, բայց թաքնված տեղում, որի մասին գիտեր միայն երկու մարդ։ Տունը պատկանում էր հին հեղափոխականին, ով երկար տարիներ եղել էր Ագասու ընկերը, բայց հիմա ապրում էր կիսամերթ մոռացված։ Այդ տանը Ագասին սկսեց գրել։ Ոչ թե իր պաշտպանությունը, ոչ թե ճարտասանություն Ստալինի համար։ Նա գրում էր ամեն ինչ, ինչ տեսել էր վերջին 10 տարիների ընթացքում։ Անունները, ամսաթվերը, հրահանգները Մոսկվայից։
Նա գրում էր, թե ինչպես Բերիան պահանջել է հազարավոր ձերբակալություններ, թե ինչպես Ստալինը ստորագրել է մահապատիժները, նույնիսկ չկարդալով անունները։ Նա գրում էր իր մեղքերի մասին, բայց նա իրենց մեղքերի մասին։ Այս ձեռագիրը Ագասին պահեց իր մեջքի տոպրակում, ամուր փակցված կնքված։ Նա գիտեր, որ եթե այս ձեռագիրը կարդա արտաքին աշխարհը, դա կփոխի պատմությունը։ Բայց նա գիտեր, որ ինքը երբեք չի տեսնի այդ օրը։ Նա չէր փախչում։ Նա պատրաստվում էր իր վերջին քայլին, որը կլիներ միաժամանակ դատապարտում ազատագրում։ Մարտի 19-ը Ագասին վերադարձավ Կենտկոմ։ Նա ներկայացավ իր գրասենյակում, կարգավորեց իր փաստաթղթերը, կանչեց Գոգոբերիձեին։ Երբ Գոգոբերիձեն մտավ, նա գտավ Ագասին նստած իր գրասեղանի մոտ, հանգիստ որոշված։ Ագասին ասաց. «Ես պատրաստ եմ դատապարտել Սարգսյանին։ Բայց ունեմ մեկ պայման. ես ուզում եմ տեսնել նրան վերջին անգամ»։ Գոգոբերիձեն դանդաղորեն ժպտաց. «Դա անհնար է։ Սարգսյանը կալանքի տակ է»։ Ագասին ասաց. «Ապա ես չեմ դատապարտի նրան»։ Եվ այդ պահին Գոգոբերիձեն հասկացավ, որ Խանջյանը խաղում է իր վերջին քարտը։ Գոգոբերիձեն հեռագրեց Բերիային, հարցրեց, թե ինչ անել։ Բերիան պատասխանեց նույն օրը. «Թույլ տվեք հանդիպում։ Բայց մեր վերահսկողության տակ։ Այս հանդիպումը կլինի նրանց վերջինը»։ Եվ այսպես, մարտի 21-ի երեկոյան, Ագասին տարան ՆԿՎԴ-ի բանտ, հանդիպելու Լուսինեի հետ։ Հանդիպումը տեց ընդամենը 15 րոպե, այն տեղի ունեցավ փոքրիկ սենյակում, որտեղ ներկա էին երկու սպաներ Գոգոբերիձեն։ Լուսինեն հյուծված էր 4-օրյա բանտի կյանքից, բայց դեռ պահպանել էր իր ուժը։ Նա նայեց Ագասիին, ժպտաց. «Ես գիտեի, որ դու կգաս», ասաց նա։ Ագասին չխոսեց քաղաքականության մասին։ Նա ասաց Լուսինեին, որ նա սիրել է նրան ավելի, քան կյանքում որևէ մեկին։ Նա խոստացավ, որ նրա անունը չի ստի պատմությունից։ Եվ հետո նա ասաց ինչ-որ բան, որը Լուսինեն չի հասկացել այդ պահին, բայց կհասկանա հետո։ «Ես գիտեմ, թե ինչ անել», ասաց նա։ «Եվ դա կազատի քեզ»։ Լուսինեն փորձեց հարցնել, բայց Գոգոբերիձեն արդեն ասում էր, որ ժամանակը ավարտվել է։ Ագասին վերջին անգամ նայեց Լուսինեին, հետո դարձավ գնաց։ Դա եղավ նրանց վերջին հանդիպումը։ Բայց ո՞րն էր այն ծրագիրը, որը Ագասին նշանակեց ազատագրություն։ Եվ ինչպես էր նա պլանավորում փրկել Լուսինեին իր սեփական մահվան գնով։ Մարտի 22-ին Ագասին հանդես եկավ հանրային հանդիպմանը, որտեղ պետք է դատապարտեր Լուսինեին։ Ամբողջ Կենտկոմը հավաքվել էր մեծ սրահում։ Գոգոբերիձեն նստած էր առաջին շարքում, նայելով Ագասիին։ Բերիան ուղարկել էր հատուկ ներկայացուցիչ Մոսկվայից, լսելու Խանջյանի խոսքը։ Բոլորն սպասում էին, որ Ագասին կդատապարտի Լուսինեին, կհայտարարի նրա հանցանքների մասին, կպահանջի մահապատիժ։ Բայց Ագասին արեց ինչ-որ այլ բան։ Նա սկսեց իր ելույթը այսպես. «Ընկերներ, ես այստեղ եմ, որպեսզի խոսեմ Սարգսյան-Լուսինեի գործի մասին։ Բայց նախքան դա, ես ուզում եմ խոսել իմ սեփական գործի մասին»։ Սրահը լռեց։ Գոգոբերիձեն շրջվեց, նայեց Բերիայի ներկայացուցչին։ Ագասին շարունակեց. «Ես, Ագասի Խանջյան, խոստովանում եմ, որ վերջին 2 տարիների ընթացքում ես թույլ տվել թերությունների սխալների։ Ես թույլ տվեցի, որ թշնամիները ներթափանցեն Կոմպարտիա։ Ես չընտրեցի ճիշտ կադրերը։ Եվ ես պատասխանատու եմ այն հազարավոր մարդկանց համար, ովքեր ձերբակալվեցին Հայաստանում։ Յուրաքանչյուր բառ հնչում էր որպես զանգակ։ Մարդիկ նայում էին միմյանց, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Դա եղավ այն պահը, երբ Ագասի Խանջյանը սկսեց իր վերջին խաղը ՆԿՎԴ-ի դեմ։ Խաղը, որը նրան կարժենար կյանքը, բայց կփրկեր Լուսինեին։ Ագասին շարունակեց իր խոստովանությունը։ Նա պատմեց մանրամասնորեն, թե ինչպես է նա թույլ տվել թշնամիների ներթափանցումը Կոմկուսի մեջ։ Նա խոստովանեց թերություններ ղեկավարության մեջ։ Բայց ամենակարևորը, նա հայտարարեց, որ Լուսինե Սարգսյանը չի կարող լինել լրտես, քանի որ նա, Ագասին, անձամբ ստուգել է նրան գտել լիովին հավատարիմ։ Եթե Սարգսյանը թշնամի է, ասաց Ագասին, ապա ես ավելի մեծ թշնամի եմ, քանի որ ես թույլ տվեցի նրան աշխատել Կենտկոմում։ Դա էր իդեալական փակը։
Ագասին փոխանցում էր բոլոր մեղադրանքները Լուսինեից իր վրա։ Նա դարձնում էր իրեն գլխավոր թիրախը։ Գոգոբերիձեն փորձեց ընդհատել։ Բայց Ագասին արդեն խոսում էր ավելի բարձր։ Նա հայտարարեց, որ հրաժարական է տալիս առաջին քարտուղարի պաշտոնից։ Նա պահանջեց, որ կուսակցությունը նշանակի հատուկ հանձնաժողով, ստուգելու նրա բոլոր գործողությունները վերջին 10 տարիների ընթացքում։ Եվ հետո նա ասաց վերջին նախադասությունը, ասելով բոլորին լսելու, որ փրկում է Լուսինեին. «Ես պատրաստ եմ կրել պատիժը»։ Բայց Սարգսյան Լուսինեն պետք է ազատ արձակվի, քանի որ նրա միակ մեղքն է, որ նա աշխատել է ինձ համար։ Սրահը պայթեց աղմկոտ քննարկումներով։ Գոգոբերիձեն թռավ բեմ փորձեց խլել խոսափողը Ագասիից։ Բայց Ագասին արդեն ավարտել էր իր խոսքը։ Նա դուրս եկավ բեմից, հեռացավ սրահից, թողնելով հետո քաոս շփոթություն։ Իսկ դուք պատկերացրել եք երբիցե, թե ինչ ուժ է պետք, որպեսզի մեկը զոհաբերի իր կյանքը, կարիերան, պատիվը փրկելու համար այն մարդուն, ում սիրում է։ Մարտի 23-ի առավոտյան Բերյան ստացավ հեռագիր Երանից։ Հեռագիրը պարունակում էր Ագասու ելույթի ամբողջական տեքստը։ Բերյան կարդաց այն 2 անգամ, հետո վերցրեց հեռախոսը, զանգահարեց Ստալինին։ Զրույցը տեց ընդամենը 5 րոպե։ Երբ Բերյան դրեց հեռախոսը, նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Խանջյանը խաղացել էր խելացի խաղ, բայց ոչ բավականաչափ խելացի։ Նա փորձել էր փրկել Լուսինեին, վերցնելով բոլոր մեղադրանքները իր վրա։ Բայց Մոսկվան չէր պատրաստվում ազատել ոչ մեկին։ Ոչ Լուսինեին, ոչ Ագասիին։ Նրանք երկուսն էլ արդեն դատապարտված էին։ Գոգոբերիձեն ստացավ հրահանգ նույն օրը։ Հրահանգը պարզ էր. ձերբակալել Խանջյանին անմիջապես։ Մեղադրանք, հակասովետական դավադրություն, կապ արտասահմանյան լրտեսական ծառայությունների հետ, փորձ խաթարել Կոմպարտիայի աշխատանքը։ Սարգսյանի գործը շարունակել առանց փոփոխությունների։ Դա նշանակում էր, որ Ագասու զոհաբերությունը եղել է ընդունայն։ Լուսինեն չէր փրկվելու։ Եվ Ագասին ավելացրել էր միայն իր սեփական մահավճիռը։ Մարտի 24-ի երեկոյան, երբ Ագասին վերադարձավ իր բնակարան, նա գտավ 3 սպա սպասելով իրեն։ Նրանք չխոսեցին, չբացատրեցին։ Պարզապես ցույց տվեցին ձերբակալման օրթերը, տարան դեպի մեքենան։ Ագասին չդիմադրեց։ Նա գիտեր, որ այս պահը կգա։ Նա նույնիսկ պատրաստել էր փոքրիկ ճամպրուկ, մի քանի հագուստներով, մի գիրքով։ Երբ նրանք տարան նրան ՆԿՎԴ-ի բանտ, նա նայեց վերջին անգամ Երանի փողոցներին։ Փողոցներին, որտեղ նա քայլել էր երիտասարդության օրերին, երբ դեռ հավատում էր, որ կարող է փոխել աշխարհը։ Բանտում Ագասին տեղավորեցին կամերա համար 12-ում։ Փոքրիկ սենյակ, 2 քառակուսի մետր, առանց պատուհանի, միայն փոքրիկ ճեղքով դռան վրա։ Առաջին գիշերը նա չքնեց։ Նա նստած էր անկողնու եզրին, մտածում էր Լուսինեի մասին։ Արդյոք նա հասկացավ, թե ինչու Ագասին արեց այդ ամենը։ Արդյոք նա ներեց նրան, որ չկարողացավ փրկել նրան։ Արդյոք նա գիտի, որ Ագասու վերջին խոսքերը, վերջին գործողությունները բոլորը եղել են նրա համար։ Առաջին հարցաքննությունը տեղի ունեցավ մարտի 25-ին։ Հարցաքննությունը վարեց ինքը Գոգոբերիձեն։ Նա սկսեց պարզ հարցերով՝ անուն, ծննդյան տարեթիվ, աշխատանքային ստաժ։ Հետո հարցերը դարձան ավելի կոշտ։ Երբ սկսեցիք համագործակցել դաշնակցականների հետ, ով էր ձեր կապը արտասահմանում։ Ինչպես էիք փոխանցում տեղեկատվությունը։ Ագասին պատասխանեց յուրաքանչյուր հարցին նույն կերպ։ Ես երբեք չեմ համագործակցել թշնամիների հետ։ Ես նվիրված եմ Կոմպարտիային, Ստալին ընկերոջը։ Բայց Գոգոբերիձեն չէր հետաքրքրված ճշմարտությամբ։ Նա ուզում էր խոստովանություն։ Հարցաքննությունները շարունակվեցին յուրաքանչյուր օր, 10 ժամ անընդմեջ։ Գոգոբերիձեն օգտագործում էր բոլոր մեթոդները, սպառնալիքներ, խոստումներ, հոգեբանական ճնշում։ Նա ասում էր Ագասիին, որ Լուսինեն արդեն խոստովանել է ամեն ինչ։ Նա ցույց էր տալիս կեղծ փաստաթղթեր Լուսինեի ենթադրյալ ստորագրությամբ։ Նա նկարագրում էր, թե ինչպես են տանջում Լուսինեին բանտում։ Բայց Ագասին չէր կոտրվում։ Նա պահպանում էր իր պատմությունը, նա անմեղ է, Լուսինեն անմեղ է, ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել, եղել է սխալ։ Ապրիլի 2-ին Գոգոբերիձեն փոխեց մարտավարությունը։
Նա բերեց Ագասիին հատուկ սենյակ, որտեղ կար միայն մեկ աթոռ մեկ լամպ։ Լամպը շողում էր ուղղակիորեն Ագասու դեմքին։ Գոգոբերիձեն ասաց. «Ընկեր Խանջյան, մենք գիտենք ամեն ինչ։ Մենք ունենք ձայնագրություններ ձեր զրույցներից Սարգսյանի հետ։ Մենք ունենք վկաներ, ովքեր տեսել են ձեզ հանդիպումներում դաշնակցականների հետ։ Մենք ունենք փաստաթղթեր, որոնք ապացուցում են ձեր կապը արտասահմանյան լրտեսական կենտրոնների հետ։ Միակ բանը, ինչ մենք չունենք, դա ձեր խոստովանությունն է։ Բայց մենք կստանանք այն»։ Հաջորդ 3 շաբաթների ընթացքում Ագասիին պահեցին այդ սենյակում։ Նրան չէին տալիս քնել, լույսը միշտ վառ էր։ Նրան չէին տալիս ճիշտ սնունդ, միայն հաց ջուր։ Նրան հարցաքննում էին ամեն 3 ժամը մեկ, տարբեր հարցաքննողներ, տարբեր հարցեր, բայց միշտ նույն նպատակը՝ խոստովանություն։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, Ագասին սկսեց կոտրվել։ Ոչ թե իր հոգով, այլ իր մարմնով։ Նա կորցրեց 20 կիլոգրամ։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նրա աչքերը դարձան խոռոչավոր։ Բայց դեռ նա չխոստովանեց։ Ապրիլի 25-ին Գոգոբերիձեն բերեց Ագասիին վերջին զենքը։ Նա ասաց. «Մենք ձերբակալեցինք ձեր ընտանիքը։ Ձեր կինը, ձեր 2 որդիները։ Նրանք հիմա բանտում են։ Եվ եթե դուք չխոստովանեք, նրանք կդատապարտվեն որպես ընտանիքի անդամներ համաժողովրդական թշնամու»։ Դա եղավ այն պահը, երբ Ագասի Խանջյանը վերջապես կոտրվեց։ Ոչ թե իր համար, այլ իր ընտանիքի համար։ Նա չէր կարող թույլ տալ, որ իր կինը որդիները տառապեն իր մեղքերի համար։ Եվ այդ գիշեր նա ստորագրեց առաջին խոստովանությունը։ Խոստովանությունը, որը Գոգոբերիձեն պատրաստել էր, պարունակում էր ամեն ինչ, ինչ ՆՔՎԴ-ն ուզում էր լսել։ Ագասին խոստովանում էր, որ համագործակցել է դաշնակցականների հետ սկսած 1933 թվականից։ Նա խոստովանում էր, որ փոխանցել է գաղտնի տեղեկատվություն արտասահմանյան լրտեսական ծառայություններին։ Նա խոստովանում էր, որ կազմակերպել է հակասովետական խումբ Կոմպարտիայի ներսում։ Եվ նա խոստովանում էր, որ Լուսինե Սարգսյանը եղել է նրա գործընկերը այս ամենում։ Յուրաքանչյուր բառ եղել է սուտ։ Բայց Ագասին ստորագրեց։ Քանի որ նա հավատում էր, որ դա կփրկի իր ընտանիքին։ Բայց Գոգոբերիձեն սուտ էր ասել։ Ագասու ընտանիքը երբեք չէր ձերբակալվել։ Դա եղել էր միայն սպառնալիք, կոտրելու Ագասիին։ Եվ երբ Ագասին իմացավ դա մի շաբաթ հետո, նա հասկացավ, որ նա դավաճանել է ոչ միայն իրեն, այլ Լուսինեին։ Քանի որ հիմա, նրա խոստովանությամբ, Լուսինեն դատապարտված էր որպես նրա գործընկեր։ Ագասու փորձը փրկել Լուսինեին վերածվել էր նրա մահավ ջրի։ Մայիսի առաջին օրերին Ագասին տեղափոխեցին նոր կամերա։ Այս անգամ նա չէր մենակ։ Կամերայում կային 3 այլ բանտարկյալներ, բոլորը նախկին Կոմպարտիայի ղեկավարներ, բոլորը մեղադրված նույն հանցանքներում։ Նրանցից մեկը Ագասին ճանաչեց անմիջապես։ Դա Սարգիս Լուկաշինն էր, նախկին Գյումրու Կոմկուսի քարտուղարը, ում Ագասին ճանաչում էր 20 տարի։ Լուկաշինը նայեց Ագասիին ասաց. «Ագասի, ինչ արեցիր։ Ինչու։ Ստորագրեցիր այդ սուտը»։ Ագասին չպատասխանեց։ Նա նստեց անկողնու վրա, ծածկեց դեմքը ձեռքերով։ Այդ գիշեր Լուկաշինը պատմեց Ագասիին, թե ինչ է տեղի ունենում դրսում։ Հայաստանում ձերբակալությունները շարունակվում են։ Ամեն օր նոր անուններ, նոր մեղադրանքներ, նոր դատավճիռներ։ Կոմպարտիան մաքրվում է թշնամիներից։ Բայց իրականում մաքրվում է ամեն մարդուց, ով համարձակվում է մտածել ինքնուրույն։ Լուկաշինը ասաց. «Նրանք ոչնչացնում են մեզ, Ագասի։ Ոչ թե որովհետ մենք թշնամիներ ենք, այլ որովհետ մենք գիտենք չափազանց շատ։ Մենք տեսել ենք, թե ինչպես է սկսվել այս ամենը։ Եվ նրանք չեն ուզում, որ մենք պատմենք»։ Մայիսի 12-ին Ագասիին տարան դատարան։ Դատավարությունը տեց ընդամենը 2 ժամ։ Դատավորը կարդաց մեղադրանքները, ցույց տվեց Ագասու խոստովանությունը, հարցրեց արդյոք նա ճանաչում է իր մեղքը։ Ագասին կանգնեց ասաց. «Ես ճանաչում եմ, որ ես թույլ տվեցի սխալների։ Բայց ես չեմ ճանաչում, որ ես թշնամի եմ։ Ես նվիրված եմ Կոմպարտիային»։ Դատավորը ընդհատեց նրան. «Ձեր խոստովանությունը բավական է։
Դատարանը դատապարտում է ձեզ մահապատժի կրակելով։ Ամբողջ դատավարությունը տել էր 2 ժամ։ Ագասի Խանջյանի կյանքը 25 տարի ծառայություն Կոմպարտիային վերածվեց 2 ժամ դատավարության։ Բայց ամենաանսպասելին եղավ հաջորդ օրը։ Մայիսի 13-ի առավոտյան Ագասին կանչեցին բանտի վարչության գրասենյակ։ Այնտեղ նա տեսավ Գոգոբերիձեին մեկ այլ մարդու, ում նա չէր ճանաչում։ Անծանոթ մարդը ներկայացավ որպես Մոսկվայի ՆԿՎԴ-ի ներկայացուցիչ։ Նա ասաց. «Ընկեր Խանջյան, մենք ունենք առաջարկ ձեզ համար։ Եթե դուք համաձայնվեք վկայել Սարգսյան Լուսինեի դատավարությանը հաստատեք, որ նա եղել է ձեր գործընկերը լրտեսական գործունեության մեջ, մենք կփոխենք ձեր դատավճիռը մահապատժից 10 տարի բանտարկության»։ Դա եղավ վերջին փորձը կոտրել Ագասիին։ Վերջին փորձը ստիպել նրան դավաճանել Լուսինեին։ Ագասին նայեց Գոգոբերիձեին, հետո Մոսկվայի ներկայացուցչին։ Նա մտածեց երկար, ամբողջ 5 րոպե։ Սենյակում լռություն էր։ Բոլորը սպասում էին նրա պատասխանին։ Հետո Ագասին ասաց. «Ես չեմ կարող վկայել Սարգսյանի դեմ, քանի որ նա անմեղ է։ Եվ ես նախընտրում եմ մահանալ, քան դավաճանել անմեղ մարդուն»։ Գոգոբերիձեն հարվածեց սեղանին։ «Դուք հիմար եք, Խանջյան։ Դուք կմեռնեք, Սարգսյանը կմեռնի։ Ձեր հրաժարումը ոչինչ չի փոխի»։ Ագասին ժպտաց առաջին անգամ շաբաթներ ի վեր։ «Գուցե։ Բայց գոնե ես կմեռնեմ իմ պատվով»։ Մայիսի 15-ին Լուսինե Սարգսյանի դատավարությունը տեղի ունեցավ նույն դատարանում։ Լուսինեին մեղադրեցին լրտեսության համագործակցության դաշնակցականների հետ, փորձի կազմակերպել Խանջյանի փախուստը արտասահման։ Դատավարության ընթացքում դատախազը կարդաց Ագասու խոստովանությունը, որտեղ նշված էր Լուսինեի անունը։ Բայց երբ դատավորը հարցրեց, թե արդյոք Խանջյանը կարող է անձամբ վկայել, դատախազը պարտադրված էր ասել. «Խանջյանը հրաժարվել է վկայել»։ Լուսինեն նայեց դատավորին ասաց. «Ես անմեղ եմ։ Եվ Ագասի Խանջյանը գիտի դա։ Դրա համար է նա հրաժարվել վկայել իմ դեմ»։ Բայց դատավորը արդեն կայացրել էր որոշումը։ Լուսինե Սարգսյանը դատապարտվեց 10 տարի բանտարկության։ Երբ Լուսինեին տարան բանտ, նա հարցրեց պահակին, արդյոք կարող է տեսնել Ագասի Խանջյանին։ Պահակը ժպտաց դառնորեն. «Խանջյանը մահապատժի է դատապարտված։ Նա կատարվելու է վաղը»։ Լուսինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում նրա շուրջը։ Նա փորձեց խոսել, բայց ձայնը չէր դուրս գալիս։ Նա հասկացավ, որ Ագասին զոհաբերել է ամեն ինչ նրա համար։ Նա հրաժարվել է վկայել, թե դա նշանակում էր նրա մահը։ Նա ընտրել է մահանալ, բայց ոչ դավաճանել նրան։ Եվ այդ պահին Լուսինեն հասկացավ, թե ինչ է իրական սերը։ Մայիսի 16-ի առավոտյան, ժամը 6-ին, Ագասի Խանջյանին տարան բանտի բակ։ Այնտեղ կային 6 սպա 1 սպա հրամանատար։ Ագասին չէր կապված, չէր կաշկանդված։ Նրան թույլ տվեցին քայլել ինքնուրույն։ Երբ նրան կանգնեցրին պատի մոտ, հրամանատարը հարցրեց, արդյոք նա ունի վերջին խնդրանք։ Ագասին ասաց. «Ես ուզում եմ, որ Լուսինե Սարգսյանին ասեք, որ ես սիրել եմ նրան մինչ վերջին շունչս»։ Հրամանատարը գրեց այդ խոսքերը փոքրիկ թղթի վրա։ Հետո նա տվեց հրամանը։ 6 կրակոց հնչեցին միաժամանակ։ Ագասի Խանջյանը ընկավ գետին։ Նա մահացավ անմիջապես։ Նրա վերջին մտքերը եղան Լուսինեի մասին։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Հրամանատարը, ով գրել էր Ագասու վերջին խոսքերը, երբեք չփոխանցեց դրանք Լուսինեին։ Փաստաթուղթը կորավ ՆԿՎԴ-ի արխիվներում։ Լուսինեն երբեք չիմացավ Ագասու վերջին խոսքերը։ Նա տարվեց Սիբիր, 10 տարի բանտարկության։ Նա վերապրեց այդ 10 տարին, վերադարձավ Հայաստան 1947-ին, ապրեց մինչ 1991 թվականը։ Բայց նա երբեք չխոսեց Ագասու մասին հրապարակայնորեն։ Միայն 1989-ին, երբ ԽՍՀՄ-ն սկսեց քայքայվել, նա տվեց մեկ հարցազրույց։ Այդ հարցազրույցում նա պատմեց ամբողջ պատմությունը, սերը, շանտաժը, դավաճանությունը, զոհաբերությունը։ Եվ նա ավարտեց այդ հարցազրույցը մեկ նախադասությամբ. «Ագասին փրկեց ինձ իր մահով։ Եվ ես ապրեցի ամբողջ կյանքս այդ մեղքի հետ»։
Իսկ այն ձեռագիրը, որը Ագասին գրել էր մարտին, երբ թաքնվել էր հին տանը։ Այն ձեռագիրը, որը պարունակում էր բոլոր անունները, ամսաթվերը, հրահանգները Մոսկվայից։ Այն ձեռագիրը, որը կարող էր փոխել պատմությունը։ Ո՞ր է այն հիմա։ Ո՞վ է վերցրել այն այդ տնից։ Եվ ինչու է այն դեռս չհրապարակվել 87 տարի հետո։ Դա է այն հարցը, որը դեռս սպասում է պատասխանի։ Արխիվները։ Երբ խոսում ենք 1937 թվականի մասին, մենք միշտ խոսում ենք ձերբակալությունների, դատավարությունների, մահապատիժների մասին։ Բայց մենք հազվադեպ ենք խոսում արխիվների մասին։ Այն փաստաթղթերի մասին, որոնք ոչնչացվեցին, թաքցվեցին կամ պարզապես անհետացան։ ՆԿՎԴ-ն ուներ հատուկ բաժին, որը պատասխանատու էր զգայուն փաստաթղթերի ոչնչացման համար։ Յուրաքանչյուր անգամ, երբ բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվում էր, նրա անձնական արխիվը անցնում էր հատուկ ստուգման։ Փաստաթղթերը բաժանվում էին 3 կատեգորիայի. պահել, ոչնչացնել, հատուկ պահպանում։ Ագասի Խանջյանի արխիվը եղել է հսկայական։ 25 տարի ծառայություն Կոմպարտիային նշանակում էր հազարավոր փաստաթղթեր, հեռագրեր, նամակներ, հաշվետվություններ։ Երբ նրան ձերբակալեցին, ՆԿՎԴ-ի հատուկ խումբը տարավ 3 օր դասակարգելու այդ փաստաթղթերը։ Ըստ վկաների, ովքեր աշխատում էին այդ խմբում, ավելի քան 1000 փաստաթուղթ դասակարգվեց որպես ոչնչացնել։ Այդ փաստաթղթերը այրվեցին ՆԿՎԴ-ի բակում, հատուկ վառարանում, որը կառուցվել էր հենց այդ նպատակի համար։ Բայց ինչեր կային այդ փաստաթղթերում։ Ըստ Աղավնու Ստեփանյանի, ով տեսել է մի մասը դրանցից, այնտեղ կային Ագասու անձնական նամակները Ստալինին։ Նամակներ, որտեղ Ագասին բողոքում էր մաքրումների դանդաղության դեմ։ Նամակներ, որտեղ նա պահանջում էր ավելի շատ ապացույցներ մինչ ձերբակալությունները։ Նամակներ, որտեղ նա նկարագրում էր իր կասկածները Բերիայի մեթոդների վերաբերյալ։ Այդ նամակները ցույց էին տալիս, որ Ագասին չէր եղել կուրորեն հնազանդ։ Նա փորձել էր դիմադրել, թե գիտեր, որ դա վտանգավոր է։ Եվ հենց այդ նամակներն էին, որոնք ՆԿՎԴ-ն ամենից առաջ ոչնչացրեց։ Կային նա այլ փաստաթղթեր։ Հատուկ հաշվետվություններ, որոնք Ագասին պատրաստել էր Մոսկվայի համար։ Հաշվետվություններ Հայաստանի տնտեսական վիճակի մասին, արդյունաբերության զարգացման մասին, գյուղատնտեսության խնդիրների մասին։ Այդ հաշվետվություններում Ագասին նկարագրում էր իրական իրավիճակը, սովը, աղքատությունը, անհուսությունը։ Նա գրում էր, որ կոլեկտիվացումը ձախողվել է, որ մարդիկ մեռնում են սովից, որ արդյունաբերությունը չի կարող բավարարել պլանները։ Այդ հաշվետվություններն էլ ոչնչացվեցին, քանի որ դրանք հակասում էին պաշտոնական պրոպագանդային, որը պնդում էր, որ ԽՍՀՄ-ն ծաղկում է։ Բայց ամենազգայունը եղան Լուսինե Սարգսյանի հետ կապված փաստաթղթերը։ ՆԿՎԴ-ն գտավ Ագասու անձնական նամակները Լուսինեին։ 17 նամակ, գրված 3 ամսվա ընթացքում։ Նամակներ, որտեղ Ագասին խոսում էր իր սիրո, իր վախերի, իր հուսահատության մասին։ Նամակներ, որտեղ նա նկարագրում էր, թե ինչպես է նա հոգնել սպանելուց, ինչպես է ուզում փախչել, ինչպես է երազում նոր կյանքի մասին Լուսինեի հետ։ Այդ նամակները ՆԿՎԴ-ն կարող էր օգտագործել որպես ապացույց Ագասու դեմ։ Բայց նրանք չարեցին դա։ Նրանք պարզապես ոչնչացրեցին դրանք։ Քանի որ այդ նամակները ցույց էին տալիս Ագասին որպես մարդու, ոչ թե որպես թշնամու։ Եվ ՆԿՎԴ-ն չէր ուզում, որ մարդիկ տեսնեն Ագասին որպես մարդու։ Կար նա մեկ այլ փաստաթուղթ, որը երբեք չգտնվեց։ Այն ձեռագիրը, որը Ագասին գրել էր մարտին։ Ձեռագիրը, որը պարունակում էր բոլոր անունները, բոլոր ամսաթվերը, բոլոր հանցանքները։ ՆԿՎԴ-ն փնտրեց այդ ձեռագիրը ամբողջ ապրիլ-մայիս ամիսները։ Նրանք ստուգեցին Ագասու բնակարանը, նրա գրասենյակը, նրա ընկերների տները։ Բայց երբեք չգտան։ Ըստ մի տարբերակի, Ագասին տվել էր ձեռագիրը հին ընկերոջը, ով թաքցրել է այն անվտանգ վայրում։ Ըստ մեկ այլ տարբերակի, Ագասին ինքը այրել է ձեռագիրը, երբ հասկացել է, որ ձերբակալությունը անխուսափելի է։ Բայց կա նա երրորդ տարբերակ։ Տարբերակ, որը հիմնված է վկայությունների վրա, որոնք հայտնվեցին միայն 1990-ականներին։ 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ, սկսվեց ՆԿՎԴ-ի արխիվների բացումը։ Հատուկ հանձնաժողով ստեղծվեց ուսումնասիրելու 1930-ականների ճնշումների փաստաթղթերը։
Այդ հանձնաժողովի անդամներից մեկը, պատմաբան Արամ Սաֆարյանը, գտավ հետաքրքիր փաստաթուղթ։ Փաստաթուղթը ամսագրված էր 1955 թվականով ստորագրված էր ՆԿՎԴ-ի նախկին սպայի Գորգ Ավագյանի կողմից։ Ավագյանը, ով 1937-ին աշխատել էր Երանի ՆԿՎԴ-ում, գրել էր հուշագրություն իր ծառայության մասին։ Եվ այդ հուշագրությունում նա նշել էր մեկ էպիզոդ, որը կապված էր Ագասի Խանջյանի հետ։ Ըստ Ավագյանի, մայիսի 15-ին, մեկ օր առաջ Ագասու մահապատժից, նրան հանձնարարվեց ստուգել Ագասու կամերան։ Ավագյանը մտավ կամերա, գտավ Ագասիին գրելու։ Ագասին գրում էր փոքրիկ թղթի կտորների վրա, օգտագործելով մատիտի փշուր, որը գտել էր կամերայի անկյունում։ Երբ Ավագյանը հարցրեց, թե ինչ է գրում, Ագասին ասաց. «Ես գրում եմ ճշմարտությունը, որպեսզի մի օր ինչ-որ մեկը իմանա, թե ինչ իրականում տեղի ունեցավ»։ Ավագյանը վերցրեց այդ թղթերը, տարավ իր վերադասին։ Բայց վերադասը հրամայեց այրել դրանք անմիջապես։ Ավագյանը, սակայն, չայրեց բոլոր թղթերը։ Նա պահեց մեկը, որպես հիշատակ։ Եվ այդ թուղթը նա պահպանեց ամբողջ կյանքը։ Երբ Ավագյանը մահացավ 1989-ին, նրա որդին գտավ այդ թուղթը հոր անձնական իրերի մեջ։ Թուղթը պարունակում էր Ագասու ձեռագրությամբ գրված մի քանի նախադասություն։ «Ես, Ագասի Խանջյան, խոստովանում եմ, որ ես մեղավոր եմ։ Բայց ոչ այն մեղքերում, որոնցում մեղադրում են ինձ։ Ես մեղավոր եմ, որ լռեցի, երբ պետք էր խոսել։ Ես մեղավոր եմ, որ հնազանդեցի, երբ պետք էր դիմադրել։ Ես մեղավոր եմ, որ փրկեցի իմ կյանքը, զոհաբերելով ուրիշների կյանքները։ Բայց ես չեմ մեղավոր լրտեսության, դավադրության կամ դավաճանության մեջ։ Իմ միակ հանցանքն է, որ ես սիրեցի կնոջը, ում չէի կարող պաշտպանել»։ Այս նախադասությունները հիմա պահվում են Հայաստանի ազգային արխիվում։ Դրանք միակ փաստաթղթերն են, որոնք մնացել են Ագասու սեփական ձեռքով գրված։ Բայց ինչու՞։ ՆԿՎԴ-ն այդքան ջանասիրաբար ոչնչացրեց Ագասու փաստաթղթերը։ Պատասխանը պարզ է։ Քանի որ այդ փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Ագասին չէր եղել պարզ թշնամի։ Նա եղել է բարդ մարդ, ով փորձել է հավասարակշռել իր հավատարմությունը Կոմպարտիային իր խիղճը։ Նա եղել է մարդ, ով սիրել է, վախեցել է, տառապել է։ Եվ ՆԿՎԴ-ն չէր ուզում, որ մարդիկ տեսնեն այդ կողմը։ Նրանք ուզում էին, որ Ագասին մնա որպես համաժողովրդական թշնամի, ոչինչ ավելին։ Դրա համար է նրանք ոչնչացրեցին ամեն ինչ, ինչը կարող էր ցույց տալ նրա մարդկայնությունը։ Եվ Լուսինե Սարգսյանի փաստաթղթերը։ Նրա գործը նույնպես անցավ մաքրման։ Բոլոր նամակները Ագասուց, բոլոր լուսանկարները, բոլոր անձնական իրերը, ամեն ինչ ոչնչացվեց։ ՆԿՎԴ-ն ուզում էր, որ Լուսինեն մնա որպես անանուն լրտես, առանց դեմքի, առանց պատմության։ Բայց Լուսինեն վերապրեց։ Եվ երբ նա վերադարձավ Սիբիրից 1947-ին, նա բերեց իր հետ ինչ-որ բան, ինչը ՆԿՎԴ-ն չէր կարող ոչնչացնել։ Իր հիշողությունները։ Հիշողություններ Ագասու մասին, նրանց սիրո մասին, նրա զոհաբերության մասին։ Եվ այդ հիշողություններն են, որոնք նա փոխանցեց մեզ իր 1989 թվականի հարցազրույցում։ Այսօր, 87 տարի հետո, մենք դեռս չգիտենք ամբողջ ճշմարտությունը Ագասի Խանջյանի Լուսինե Սարգսյանի մասին։ Շատ փաստաթղթեր դեռս փակ են, շատ արխիվներ դեռս անհասանելի են։ Բայց մենք գիտենք բավական, որպեսզի հասկանանք, սա եղել է ոչ թե պարզ քաղաքական դրամա, այլ մարդկային ողբերգություն։ Ողբերգություն մարդու, ով փորձեց փրկել իր սիրածին, կորցրեց ամեն ինչ։ Ողբերգություն կնոջ, ով սիրեց, վերապրեց։ Եվ ողբերգություն համակարգի, որը ոչնչացրեց հազարավոր նման պատմություններ։ Իսկ այն ձեռագիրը, որը Ագասին գրել էր մարտին։ Այն ձեռագիրը, որը պարունակում էր բոլոր անունները, բոլոր ամսաթվերը, բոլոր ճշմարտությունները։ Արդյոք այն դեռ գոյություն ունի։ Ինչ-որ տեղ։ Արդյոք ինչ-որ մեկը դեռ պահպանում է այն, սպասելով ճիշտ պահին հրապարակելու։ Թե՞ այն կորել է ընդմիշտ, ինչպես այնքան շատ այլ ճշմարտություններ այդ ժամանակաշրջանից։ Դա է այն հարցը, որը մնում է առանց պատասխանի։ Եվ գուցե դա է ամենամեծ ողբերգությունը, որ մենք երբեք չիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Մայիսի 17-ի երեկոյան, երբ Ագասի Խանջյանի մարմինը տեղափոխվեց բանտի մորգ, Գոգոբերիձեն ստացավ հեռագիր Բերիայից։ Հեռագիրը պարունակում էր միայն 3 բառ.
Գտեք ձեռագիրը։ Անհրաժեշտ։ Դա նշանակում էր, որ Մոսկվան դեռս հուսահատաբար փնտրում էր այն փաստաթուղթը, որը Ագասին գրել էր Մարտին։ Փաստաթուղթը, որը կարող էր վտանգել ոչ միայն Բերիային, այլ ինքը Ստալինին։ Քանի որ եթե այդ ձեռագիրը հրապարակվեր, ամբողջ աշխարհը կիմանար, թե ինչ իրականում տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում։ Եվ դա էր այն բանը, ինչից Մոսկվան վախենում էր ամենից շատ։ Գոգոբերիձեն կազմակերպեց նոր որոնում։ Այս անգամ նա ուղարկեց սպաներ ոչ միայն Երանում, այլ ամբողջ Հայաստանում։ Ստուգվեցին բոլոր տները, որտեղ Ագասին երբե եղել էր։ Հարցաքննվեցին բոլոր մարդիկ, ովքեր երբե խոսել էին նրա հետ։ Բայց ձեռագիրը չգտնվեց։ Հունիսի սկզբին Գոգոբերիձեն հեռագրեց Բերիային, որոնումները շարունակվում են։ Ձեռագիրը հավանաբար ոչնչացվել է Խանջյանի կողմից։ Բայց Բերիան չհավատաց։ Նա գիտեր Ագասին բավականաչափ լավ հասկանալու, որ Ագասին երբեք չէր ոչնչացնի այդ ձեռագիրը։ Դա եղել է նրա վերջին զենքը, նրա վերջին հույսը, որ ճշմարտությունը մի օր կբացահայտվի։ Իսկ Լուսինե Սարգսյանը այդ ժամանակ արդեն ճանապարհին էր դեպի Սիբիր։ 10 տարի բանտարկություն նշանակում էր աշխատանքային ճամբար Կոլիմայում, ամենասառը ամենաանգութ վայրերից մեկը ԽՍՀՄ-ում։ Երբ Լուսինեին տեղավորեցին բեռնատար գնացքում 100 այլ բանտարկյալների հետ, նա դեռ չգիտեր, որ Ագասին մահացել է։ Նա դեռ հույս ուներ, որ նրանք երկուսն էլ կվերապրեն, մի օր կհանդիպեն կրկին։ Բայց երբ գնացքը հասավ Իրկուտսկ, մի պահակ ասաց նրան ճշմարտությունը։ Խանջյանը կրակվել է մայիսի 16-ին։ Լուսինեն զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում նրա ներսում։ Ինչ-որ բան, որը երբեք չէր վերականգնվելու։ Կոլիմայում Լուսինեն աշխատեց ոսկու հանքում։ 12 ժամ օրը -40 աստիճան ցրտում, նվազագույն սննդով։ Շատերը չէին վերապրում առաջին ձմեռը։ Բայց Լուսինեն վերապրեց։ Ոչ թե որովհետև ուժեղ էր, այլ որովհետև ուներ նպատակ։ Նա պետք է վերապրեր, պատմելու համար Ագասու պատմությունը։ Նա պետք է վերապրեր, ապացուցելու համար, որ նրանց սերը իրական էր, թե ամբողջ համակարգը փորձեց ոչնչացնել այն։ Եվ այդ նպատակն էր, որը պահեց նրան կենդանի 10 տարի։ Բայց մինչ Լուսինեն տառապում էր Սիբիրում, Երանում տեղի էր ունենում ինչ-որ անսպասելի բան։ Հունիսի 12-ին, երբ Գոգոբերիձեն արդեն պատրաստվում էր փակել Ագասու գործը, նա ստացավ անանուն նամակ։ Նամակը բերվել էր ՆԿՎԴ-ի գրասենյակ գիշերվա ընթացքում, ոչ ոք չտեսավ, թե ով թողեց այն։ Նամակում գրված էր. Ձեռագիրը, որը փնտրում եք, գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի գրադարանում։ Այն թաքցված է հին ձեռագրերի հավաքածուում, կոդ 1547 Գ. Գոգոբերիձեն անմիջապես ուղարկեց խումբ Էջմիածին։ Երբ սպաները հասան Մայր տաճար, նրանք պահանջեցին մուտք գրադարան։ Կաթողիկոսը Գորգ Վեհապետյանը փորձեց դիմադրել, բայց ՆԿՎԴ-ի սպաները չէին լսում։ Նրանք մտան գրադարան, սկսեցին փնտրել կոդ 1547 Գ. 3 ժամ փնտրելուց հետո նրանք գտան հին ձեռագրերի հավաքածու։ Եվ այնտեղ, թաքցված Ձև դարի Աստվածաշնչի էջերի մեջ, նրանք գտան փաթեթ։ Փաթեթը պարունակում էր 50 էջ, Ագասու ձեռագրությամբ։ Դա եղավ այն ձեռագիրը, որը Մոսկվան փնտրում էր 3 ամիս։ Գոգոբերիձեն անձամբ կարդաց ձեռագիրը։ Յուրաքանչյուր էջ էր ավելի սարսափելի, քան նախորդը։ Ագասին նկարագրել էր ամեն ինչ, ինչպես Ստալինը պահանջել է 5000 թշնամիների անուններ Հայաստանից, թե Ագասին գիտեր, որ այդքան թշնամիներ չկան։ Ինչպես Բերիան սպառնացել է Ագասիին, եթե նա չկատարի պլանը։ Ինչպես ՆԿՎԴ-ն ստեղծել է կեղծ ապացույցներ անմեղ մարդկանց դեմ։ Ինչպես դատավարությունները եղել են ֆարս, որտեղ դատավճիռները արդեն կայացված էին նախքան դատարանը։ Եվ ամենակարևորը, ինչպես Ագասին ինքը մասնակցել է այս ամենին, թե գիտեր, որ դա սխալ է։ Վերջին էջում Ագասին գրել էր. Ես գիտեմ, որ ես կմեռնեմ այս բոլորի համար։ Բայց ես հույս ունեմ, որ մի օր, երբ այս համակարգը կքայքայվի, ինչ-որ մեկը կկարդա այս բառերը, կհասկանա ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս եղել ենք գերիներ։ Գերիներ համակարգի, որը ստեղծեցինք մենք ինքներս։ Եվ մեր ամենամեծ հանցանքն է, որ մենք չդիմադրեցինք, երբ դեռ կարող էինք։ Գոգոբերիձեն ավարտեց կարդալը, հասկացավ, որ այս ձեռագիրը երբեք չպետք է տեսնի լույսը։ Նա անմիջապես հեռագրեց Բերիային։
Բերիան պատասխանեց նույն օրը. ձեռագիրը ոչնչացնել անմիջապես։ Բոլոր կրկնօրինակները գտնել ոչնչացնել։ Ոչ ոք չպետք է իմանա այս փաստաթղթի գոյության մասին։ Հունիսի 13-ի երեկոյան Գոգոբերիձեն անձամբ այրեց Ագասու ձեռագիրը ՆԿՎԴ-ի բակում։ Նա դիտեց, թե ինչպես են էջերը վերածվում մոխրի, զգաց տարօրինակ զգացում։ Նա ոչնչացնում էր ճշմարտությունը։ Եվ նա գիտեր, որ դա սխալ է։ Բայց նա գիտեր, որ եթե չանի դա, նա ինքը կդառնա հաջորդ զոհը։ Բայց Գոգոբերիձեն չգիտեր մեկ բան. Ագասին եղել է խելացի։ Նա գիտեր, որ ՆԿՎԴ-ն կգտնի ձեռագիրը էջմիածնում։ Դրա համար է նա ստեղծել էր երկրորդ կրկնօրինակ։ Կրկնօրինակ, որը նա տվել էր մեկ այլ մարդու։ Մարդու, ում նա վստահում էր ավելի, քան ուրիշ ոչ մեկին։ Այդ մարդը եղել է Հովհաննես Թումանյանը, Հայաստանի ամենահարգված բանաստեղծը։ Թումանյանը ստացել էր ձեռագիրը մարտի 21-ին։ Մեկ օր առաջ Ագասու ձերբակալումից։ Եվ նա խոստացել էր Ագասիին, որ կպահպանի այն, մինչ կգա ճիշտ ժամանակը հրապարակելու համար։ Բայց Թումանյանը մահացավ 1923 թվականին։ Սխալ։ Թումանյանը մահացել էր 1923-ին, բայց 1937-ին ապրում էր նրա որդին, Արտեմ Թումանյանը։ Հենց Արտեմին էր, որ Ագասին տվել էր երկրորդ կրկնօրինակը։ Արտեմը, ով աշխատում էր որպես ճարտարապետ Երանում, ստացավ փաթեթը անմիջապես հասկացավ դրա կարևորությունը։ Նա թաքցրեց ձեռագիրը իր տան հիմքում, հատուկ թաքստոցում, որը նա ինքը կառուցել էր։ Եվ այնտեղ ձեռագիրը մնաց հաջորդ 52 տարի։ Արտեմ Թումանյանը երբեք չխոսեց ձեռագրի մասին։ Նույնիսկ իր ընտանիքին նա չասաց։ Նա գիտեր, որ եթե ՆԿՎԴ-ն իմանա, որ նա ունի այդ փաստաթուղթը, ամբողջ ընտանիքը կոչնչացվի։ Այնպես որ նա լռեց։ Նա լռեց Ստալինի օրոք, Խրուշչովի օրոք, Բրեժնի օրոք։ Նա լռեց մինչ իր մահը 1972 թվականին։ Բայց նախքան մահանալը, նա պատմեց իր որդուն, Սերգեյ Թումանյանին։ Նա ցույց տվեց թաքստոցը, ասաց. այնտեղ փաստաթուղթ կա, որը պատմում է ճշմարտությունը 1937 թվականի մասին։ Պահիր այն։ Մի օր կգա ժամանակը, երբ կարելի կլինի հրապարակել։ Սերգեյ Թումանյանը պահպանեց գաղտնիքը։ Նա սպասեց։ Նա սպասեց Բրեժնի մահին, Անդրոպովի մահին, Չեռնենկոյի մահին։ Նա սպասեց մինչ Գորբաչովը հայտարարեց գլասնոստը։ Եվ միայն 1988 թվականին, երբ ԽՍՀՄ-ն սկսեց բացվել, Սերգեյը որոշեց, որ ժամանակը եկել է։ Նա հանեց ձեռագիրը, թաքստոցից տարավ Հայաստանի գրողների միություն։ Այնտեղ նա հանդիպեց պատմաբան Լոն Խաչատրյանի հետ, ցույց տվեց փաստաթուղթը։ Խաչատրյանը կարդաց ձեռագիրը չէր կարող հավատալ իր աչքերին։ Սա եղավ ամենակարևոր պատմական փաստաթուղթը, որը երբեք գտնվել էր Հայաստանում։ Փաստաթուղթ, որը ցույց էր տալիս ճշմարտությունը 1937 թվականի մասին, ուղղակիորեն մասնակցի բերանից։ Խաչատրյանը ուզում էր անմիջապես հրապարակել այն։ Բայց Սերգեյ Թումանյանը ասաց. ոչ դեռ։ Առաջ պետք է գտնենք Լուսինե Սարգսյանին։ Նա պետք է լինի առաջինը, ով կարդա այս բառերը։ Եվ այսպես սկսվեց Լուսինեի որոնումը։ Լուսինե Սարգսյանը ազատվել էր Սիբիրից 1947 թվականին։ Նա վերադարձել էր Հայաստան, բայց ոչ Երան։ Նա բնակվել էր փոքրիկ գյուղում Սյունիքի մարզում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրան։ Նա ապրել էր հանգիստ կյանք, աշխատելով որպես ուսուցչուհի տեղական դպրոցում։ Նա երբեք չամուսնացել, երբեք չունեցել երեխաներ։ Նա ապրել էր մենակ, իր հիշողությունների հետ։ Եվ երբ 1988-ին Խաչատրյանը Թումանյանը գտան նրան, նա եղել է 81 տարեկան, բայց դեռ պահպանել էր իր սուր միտքը։ Երբ նրանք ցույց տվեցին Լուսինեին Ագասու ձեռագիրը, նա սկսեց լալ։ Նա լաց էր լինում առանց ձայնի, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Բայց նա չէր կարող խոսել։ Նա կարդաց ամբողջ ձեռագիրը, 50 էջը, առանց ընդհատման։ Երբ ավարտեց, նա ասաց միայն մեկ բան. նա սիրում էր ինձ։ Ես միշտ գիտեի դա, բայց հիմա ես ունեմ ապացույցը։ Հետո նա նայեց Խաչատրյանին, ասաց. հրապարակեք այն։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը։
Ագասին մեռավ այդ ճշմարտության համար։ Մենք պարտական ենք նրան։ 1989 թվականի մարտին Ագասի Խանջյանի ձեռագիրը հրապարակվեց Հայաստանի գլխավոր թերթում։ Հրապարակումը առաջացրեց ցնցում ամբողջ հանրապետությունում։ Մարդիկ կարդում էին, չէին կարող հավատալ։ Սա եղավ առաջին անգամը, երբ բարձրաստիճան Կոմպարտիայի ղեկավար բացահայտորեն խոսում էր 1937 թվականի ճնշումների մասին։ Առաջին անգամը, երբ ինչ-որ մեկը անվանում էր անունները, ամսաթվերը, մեթոդները։ Եվ առաջին անգամը, երբ մարդիկ տեսան, որ նույնիսկ նրանք, ովքեր մասնակցել էին ճնշումներին, եղել են զոհեր համակարգի։ Բայց ամենակարևորը եղավ վերջին էջը։ Էջը, որտեղ Ագասին գրել էր Լուսինեի մասին։ Ես սիրեցի այս կնոջը ավելի, քան իմ կյանքը։ Ես փորձեցի փրկել նրան, ձախողվեցի։ Բայց ես հույս ունեմ, որ նա կվերապրի։ Եվ ես հույս ունեմ, որ մի օր նա կկարդա այս բառերը, կիմանա, որ ամեն ինչ, ինչ ես արեցի նրա համար։ Լուսինե, եթե դու կարդում ես սա, իմացիր, իմ վերջին մտքերը եղան քո մասին։ Եվ եթե կա հետմահու կյանք, ես կսպասեմ քեզ այնտեղ։ Երբ Լուսինեն կարդաց այս բառերը հրապարակայնորեն, ամբողջ Հայաստանը լաց եղավ նրա հետ միասին։ Արդյոք արդարացի է, որ սերը, որը պետք է լիներ ամենաանձնական բանը, վերածվեց քաղաքական զենքի։ Արդյոք արդարացի է, որ Ագասին Լուսինեն չկարողացան ապրել իրենց սերը, քանի որ համակարգը որոշեց, որ նրանց սերը վտանգավոր է։ Եվ արդյոք մենք 87 տարի հետո սովորել ենք ինչ-որ բան այդ ողբերգությունից։ 1991 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ, Լուսինե Սարգսյանին հրավիրեցին խոսելու ազգային ժողովում։ Նա եղավ 83 տարեկան։ Բայց դեռ ուժեղ էր։ Նա կանգնեց ամբիոնի մոտ, պատմեց ամբողջ պատմությունը, սկսած 1936 թվականի նոյեմբերից, երբ առաջին անգամ տեսավ Ագասիին, մինչ 1947 թվականը, երբ վերադարձավ Սիբիրից։ Նա խոսեց 3 ժամ, ոչ ոք չշարժվեց իր տեղից։ Երբ ավարտեց, ամբողջ դահլիճը կանգնեց, ծափահարեց 10 րոպե անընդմեջ։ Լուսինեն ավարտեց իր ելույթը այսպես. Ագասի Խանջյանը չէր կատարյալ մարդ։ Նա կատարեց սխալներ, նա մասնակցեց բաներին, որոնք չպետք է մասնակցեր։ Բայց նա փորձեց ճիշտ անել, երբ հասկացավ, որ ամեն ինչ սխալ է։ Նա զոհաբերեց իր կյանքը, փորձելով փրկել ինձ։ Եվ թե նա ձախողվեց փրկել ինձ այդ պահին, նա փրկեց ինձ այլ կերպ։ Նա տվեց ինձ պատճառ ապրելու։ Պատճառ վերապրելու Սիբիրը։ Պատճառ վերադառնալու պատմելու այս պատմությունը։ Եվ այսօր, 87 տարի հետո, ես վերջապես կարող եմ ասել, Ագասի, ես ներում եմ քեզ։ Եվ ես սիրում եմ քեզ, ինչպես միշտ սիրել եմ։ Լուսինե Սարգսյանը մահացավ 1993 թվականին։ 85 տարեկան հասակում։ Նա թաղվեց Երանի Տոկմաղի գերեզմանատանը, ոչ հեռու Ագասի Խանջյանի գերեզմանից։ Նրա գերեզմանակարին փորագրված է միայն մեկ նախադասություն. Նա սիրեց, վերապրեց։ Եվ ամեն տարի, մայիսի 16-ին, մարդիկ գալիս են նրա գերեզմանին, թողնում ծաղիկներ։ Ծաղիկներ կնոջ համար, ով սիրեց այնքան ուժեղ, որ վերապրեց 10 տարի Սիբիրում։ Ծաղիկներ կնոջ համար, ով պահպանեց Ագասու հիշատակը ողջ իր կյանքը։ Բայց պատմությունը դեռ չի ավարտվել։ Քանի որ 2015 թվականին, երբ Հայաստանի ազգային արխիվը թվայնացնում էր հին փաստաթղթերը, նրանք գտան ինչ-որ բան անսպասելի։ Փաստաթուղթ, որը թվագրված էր 1955 թվականով, ստորագրված էր Նիկիտա Խրուշչովի կողմից։ Փաստաթուղթը եղավ հրաման վերականգնել Ագասի Խանջյանի պատիվը։ Հրաման, որը հայտարարում էր, որ Խանջյանը անմեղ էր, բոլոր մեղադրանքներում պետք է ռեաբիլիտացվեր հետմահու։ Բայց այս հրամանը երբեք չկատարվեց։ Այն մնաց փակ արխիվում 60 տարի։ Ինչո՞վ։ Ինչու։ Խրուշչովը, ով քննադատեց Ստալինի անձի պաշտամունքը, ով ռեաբիլիտացրեց հազարավոր զոհերի, չկատարեց իր սեփական հրամանը Խանջյանի վերաբերյալ։ Պատասխանը գտնվեց նույն արխիվում։ Երկրորդ փաստաթուղթ, գրված Խրուշչովի անձնական քարտուղարի կողմից։ Փաստաթուղթը բացատրում էր. Խանջյանի ռեաբիլիտացումը հետաձգվում է անորոշ ժամկետով։ Պատճառը, նրա ձեռագրում նշված են անուններ, որոնք դեռ ապրում են, զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Նրանց ռեաբիլիտացումը կստեղծի քաղաքական խնդիրներ։
Այսինքն Խանջյանը չէր կարող ռեաբիլիտացվել, քանի որ նրա ճշմարտությունը կվտանգեր այն մարդկանց, ովքեր դեռ ուժի մեջ էին։ Միայն 1988 թվականին, երբ Գորբաչովը սկսեց իր ռեֆորմները, Ագասի Խանջյանը վերջապես ռեաբիլիտացվեց։ 51 տարի իր մահից հետո։ 51 տարի, որի ընթացքում նրա անունը եղել է արգելված, նրա պատմությունը եղել է թաքցված, նրա ճշմարտությունը եղել է ճնշված։ Բայց վերջապես 1988-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ագասի Խանջյանը անմեղ էր վերականգնվում է նրա պատիվը։ Եվ այդ օրը Լուսինե Սարգսյանը, 81 տարեկան, կանգնեց Ագասու գերեզմանի մոտ ասաց. «Վերջապես, Ագասի»։ Վերջապես նրանք ճանաչեցին ճշմարտությունը։ Այսօր, երբ դուք այցելում եք Երանի կենտրոն, դուք կտեսնեք փոքրիկ հուշատախտակ Հյուսիսային պողոտայի վրա։ Հուշատախտակը նշում է տունը, որտեղ Ագասին Լուսինեն հանդիպում էին 1937 թվականի ձմռանը։ Հուշատախտակի վրա գրված է. «Այստեղ, այս տանը սիրեցին երկու մարդիկ, ովքեր դարձան զոհ համակարգի, որը վախենում էր սիրուց։ Եվ ամեն տարի, փետրվարի 12-ին, մարդիկ գալիս են այս տուն թողնում ծաղիկներ։ Ծաղիկներ սիրո համար, որը չկարողացավ հաղթել համակարգին, բայց վերապրեց պատմության մեջ։ Իսկ այն հարցը, որը մենք բոլորս պետք է տանք մեզ։ Եթե մենք հայտնվենք նմանատիպ իրավիճակում, երբ համակարգը պահանջում է, որ մենք ընտրենք մեր սիրածների մեր սեփական անվտանգության միջ, ինչ կընտրենք մենք։ Արդյոք մենք կունենանք Ագասու քաջությունը, զոհաբերելու ամեն ինչ սիրո համար։ Թե մենք կընտրենք անվտանգությունը կապրենք մեղքի զգացումով, ինչպես այնքան շատերը արեցին 1937-ին։ Դա է այն հարցը, որը Ագասի Խանջյանի Լուսինե Սարգսյանի պատմությունը թողնում է մեզ։ Հարց, որը չունի հեշտ պատասխան։ Բայց հարց, որի մասին մենք պետք է մտածենք, եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ իրականում տեղի ունեցավ այն տարիներին։ Ահա շարունակությունը 15.0019.000 նիշ, երբ խոսում ենք 1937 թվականի մասին, մենք հաճախ մոռանում ենք մեկ կարևոր բան։ Մոռանում ենք, որ յուրաքանչյուր ձերբակալված մարդու հետում կար ընտանիք։ Կին, որը կորցրեց ամուսնուն։ Երեխաներ, որոնք կորցրին հայրիկին։ Ծնողներ, որոնք կորցրին որդուն։ Եվ այդ ընտանիքները չէին կարող պարզապես զգալ։ Նրանք դառնում էին համաժողովրդական թշնամու ընտանիք։ Դա նշանակում էր, որ նրանք կորցնում էին ամեն ինչ՝ բնակարանը, աշխատանքը, իրավունքները։ Նրանք դառնում էին անձեր, ում ոչ ոք չէր ուզում ճանաչել փողոցում։ Ագասի Խանջյանի կինը, Մարիամ Խանջյանը, ստացավ ծանուցումը մայիսի 17-ին։ Ծանուցումը պարունակում էր միայն 3 տող։ Ձեր ամուսինը, Խանջյան Ագասի Սահակի, դատապարտվել է մահապատժի որպես համաժողովրդական թշնամի։ Դատավճիռը կատարվել է մայիսի 16-ին։ Մարմինը չի տրվի ընտանիքին։ Մարիամը կարդաց այս տողերը զգաց, թե ինչպես է աշխարհը փլվում նրա ոտքերի տակ։ Նա ամուսնացել էր Ագասու հետ 1920 թվականին, երբ երկուսն էլ երիտասարդ էին լիհույսերով։ Նրանք ունեին 2 որդի, 17-15 տարեկան։ Եվ հիմա, մեկ ծանուցումով, նրանց ամբողջ կյանքը վերածվեց ճնշման։ Հաջորդ օրը Մարիամին 2 որդիներին հրամայեցին լքել իրենց բնակարանը։ Բնակարանը, որտեղ նրանք ապրել էին 17 տարի, որտեղ աճել էին երեխաները, որտեղ եղել էին երջանիկ օրերը։ Նրանց տվեցին 24 ժամ հավաքելու իրենց իրերը հեռանալու։ Երբ նրանք դուրս եկան, տեսան, որ դռան վրա արդեն փակցված էր կարմիր կնիկ, համաժողովրդական թշնամու սեփականություն։ Բռնագրավված պետության կողմից։ Մարիամը նայեց այդ կնիքին, հասկացավ, որ նրանց անցյալը ոչնչացվել է մեկ օրում։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Մարիամի ավագ որդին, Սահակը, աշխատում էր որպես ինժեներ Երանի գործարաններից մեկում։ Մայիսի 19-ը նրան կանչեցին գործարանի տնօրենի գրասենյակ, ասացին, որ նա ազատվում է աշխատանքից։ Պատճառը՝ համաժողովրդական թշնամու որդի։ Սահակը փորձեց բացատրել, որ նա ոչինչ չգիտեր հոր գործունեության մասին, որ նա նվիրված է Կոմպարտիային։ Բայց տնօրենը պարզապես ցույց տվեց դուռը։ Մենք չենք կարող պահել քեզ։ Դա վտանգավոր է մեզ համար։ Եվ Սահակը հասկացավ, որ նրա կարիերան ավարտվել է, նախքան իսկապես սկսելը։ Բայց մենք չենք կարող։ Վերջապես, հունիսի վերջին, նա գտավ աշխատանք որպես մաքրուհի հիվանդանոցում։
Աշխատանք, որը վճարում էր այնքան քիչ, որ նրանք հազիվ կարողանում էին գնել հաց։ Բայց դա եղավ միակ աշխատանքը, որը նա կարող էր գտնել։ 3 ամիս անց, օգոստոսի սկզբին, Մարիամը ստացավ նոր հարված։ ՆԿՎԴ-ն ձերբակալեց նրա ավագ որդուն՝ Սահակին։ Մեղադրանքը՝ փորձ կազմակերպել հակասովետական խումբ համաժողովրդական թշնամիների որդիներից։ Մեղադրանքը եղավ ամբողջովին կեղծ։ Սահակը երբեք չէր փորձել կազմակերպել որևէ բան։ Բայց ՆԿՎԴ-ն ուներ պլան ձերբակալել որոշակի թվով համաժողովրդական թշնամիների որդիներ։ Եվ Սահակը դարձավ այդ պլանի մաս։ Նրան դատապարտեցին 10 տարի բանտարկության ուղարկեցին Կազախստան։ Մարիամը մնաց միայն կրտսեր որդու հետ։ Արամը, ով կորցրել էր իր համալսարանական կրթությունը, փորձեց գտնել աշխատանք որպես պարզ բանվոր։ Բայց նույնիսկ այնտեղ նրան մերժեցին։ Համաժողովրդական թշնամու որդի նշանակում էր, որ նա չէր կարող աշխատել ոչ մի վայրում, որտեղ պահանջվում էր քաղաքական հավատարմություն։ Եվ քանի որ գրեթե բոլոր աշխատանքները պահանջում էին դա, Արամը գտավ իրեն փողոցում, առանց աշխատանքի, առանց ապագայի։ 1938 թվականի ձմռանը Մարիամը Արամը ապրում էին փոքրիկ սենյակում քաղաքի ծայրամասում։ Սենյակ, որը նրանք վարձակալում էին հին կնոջից, ով խղճաց նրանց։ Նրանք ուտում էին մեկ անգամ օրը, հիմնականում հաց-ջուր։ Մարիամը շարունակում էր աշխատել որպես մաքրուհի, բայց նրա աշխատավարձը հազիվ բավականացնում էր վարձավճարի համար։ Արամը փորձում էր գտնել պատահական աշխատանքներ, բեռնաթափում, փայտ կտրատում, ցանկացած բան, որը կարող էր վաստակել մի քանի ռուբլի։ Բայց նույնիսկ այդ աշխատանքները դժվար էր գտնել, քանի որ բոլորը գիտեին, որ նա համաժողովրդական թշնամու որդի է։ Մարիամը երբեք չխոսեց Ագասու մասին։ Նա չէր կարող։ Ամեն անգամ, երբ նա փորձում էր մտածել նրա մասին, նա զգում էր այնպիսի ցավ, որը գրեթե ֆիզիկական էր։ Նա սիրել էր այդ մարդուն 20 տարի։ Նրանք միասին անցել էին հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը, սովը։ Եվ հիմա նա պետք է ապրեր գիտակցելով, որ այդ մարդը կրակվել է որպես թշնամի։ Ինչպես կարող էր նա հաշտվել դրա հետ։ Ինչպես կարող էր նա շարունակել ապրել։ Բայց նա ապրեց։ Նա ապրեց, քանի որ ուներ Արամին։ Նա ապրեց, քանի որ հույս ուներ, որ մի օր Սահակը կվերադառնա Կազախստանից։ Նա ապրեց, քանի որ չուներ այլ ընտրություն։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, նա սովորեց ապրել այդ նոր իրականության մեջ։ Իրականության, որտեղ նրա ամուսինը եղել է թշնամի, նրա որդիները եղել են թշնամիների որդիներ, նա ինքը եղել է թշնամու կին։ 1941 թվականին, երբ սկսվեց մեծ հայրենական պատերազմը, Արամը կամավոր գնաց ռազմաճակատ։ Նա հույս ուներ, որ եթե պատերազմի, եթե ապացուցի իր հավատարմությունը արյունով, գուցե նրանք ներեն նրա ընտանիքին։ Գուցե նրանք թույլ տան նրան վերադառնալ նորմալ կյանքի։ Մարիամը փորձեց կանխել նրան։ Դու չես պարտավոր գնալ, ասաց նա։ Դու արդեն բավական տառապել ես։ Բայց Արամը պնդեց. Մայրիկ, սա իմ միակ հնարավորությունն է ապացուցելու, որ ես չեմ թշնամի։ Ես պետք է գնամ։ Եվ նա գնաց։ Արամ Խանջյանը մարտնչեց 4 տարի։ Նա մասնակցեց Ստալինգրադի ճակատամարտին, Կուրսկի ճակատամարտին, Բերլինի գրավմանը։ Նա ստացավ 3 վերք, 2 մեդալ, 1 շքանշան։ Բայց երբ նա վերադարձավ 1945-ին, նա գտավ, որ ոչինչ չի փոխվել։ Նա դեռ էր համաժողովրդական թշնամու որդի։ Նրա մեդալները, նրա վերքերը, նրա զոհաբերությունները, ոչինչ չփոխեց այդ փաստը։ Նրան չտվեցին բնակարան, չտվեցին աշխատանք, չտվեցին նույնիսկ ճանաչում։ Նա պարզապես վերադարձավ այն փոքրիկ սենյակին, որտեղ նրա մայրը դեռ ապրում էր որպես մաքրուհի։ Արամը փորձեց պայքարել։ Նա գրեց նամակներ կառավարությանը, Կոմպարտիային, նույնիսկ Ստալինին։ Նա բացատրեց, որ նա չի կարող պատասխանատու լինել իր հոր գործողությունների համար, որ նա ապացուցել է իր հավատարմությունը պատերազմում, որ նա արժանի է նորմալ կյանքի։ Բայց բոլոր նամակները մնացին առանց պատասխանի։ Կամ ստացավ ստանդարտ պատասխան՝ ձեր դիմումը քննարկվել է, մերժվել է։ Եվ Արամը հասկացավ, որ համակարգը երբեք չի ների նրան։ 1947 թվականին Մարիամը ստացավ լուր, որ նրա ավագ որդին, Սահակը, մահացել է Կազախստանի բանտում։
Պաշտոնական պատճառը սրտի անբավարարություն։ Բայց Մարիամը գիտեր ճշմարտությունը։ Սահակը մահացել էր սովից, հիվանդությունից, հուսահատությունից։ Նա մահացել էր, քանի որ համակարգը որոշել էր, որ նա պետք է մեռնի։ Երբ Մարիամը ստացավ այդ լուրը, նա չլաց եղավ։ Նա չուներ այլս արցունքներ։ Նա պարզապես նստեց իր անկողնու վրա նայեց պատին։ Նա նստեց այնտեղ 6 ժամ, առանց շարժման, առանց խոսքի։ Եվ երբ Արամը վերադարձավ տուն, նա գտավ իր մորը նույն դիրքում։ Նա հասկացավ, որ ինչ-որ բան կոտրվել է նրա ներսում։ Ինչ-որ բան, որը երբեք չէր վերականգնվելու։ Մարիամ Խանջյանը մահացավ 1952 թվականին, 65 տարեկան հասակում։ Պաշտոնական պատճառը սրտի հարված։ Բայց Արամը գիտեր ճշմարտությունը։ Նրա մայրը մահացել էր կոտրված սրտից։ Սիրտ, որը կոտրվել էր 1937-ին, երբ նրա ամուսինը կրակվեց։ Սիրտ, որը կոտրվել էր 1938-ին, երբ նրա ավագ որդին ձերբակալվեց։ Սիրտ, որը կոտրվել էր 1947-ին, երբ այդ որդին մահացավ բանտում։ Եվ սիրտ, որը վերջապես դադարեց զարկել 1952-ին, երբ այլս չուներ ուր շարունակելու։ Արամ Խանջյանը թաղեց իր մորը տոկմաղի գերեզմանատանը։ Նա ուզում էր թաղել նրան Ագասու կողքին, բայց ՆԿՎԴ-ն արգելել էր դա։ Համաժողովրդական թշնամիների ընտանիքները չեն կարող թաղվել նույն տեղում։ Այնպես որ Մարիամը թաղվեց 100 մետր հեռու Ագասուից։ Բավականաչափ մոտ տեսնելու նրա գերեզմանը, բայց բավականաչափ հեռու չկարողանալու հպվել դրան։ Ինչպես նրանց կյանքը եղել էր։ Միշտ մոտ, բայց միշտ բաժանված։ Արամը ապրեց մինչ 1989 թվականը։ Նա երբեք չամուսնացավ, երբեք չունեցավ երեխաներ։ Նա աշխատեց որպես պարզ բանվոր տարբեր գործարաններում, միշտ թաքցնելով իր ազգանունը, միշտ վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա, թե ով է նա իրականում։ Բայց 1988-ին, երբ Ագասին ռեաբիլիտացվեց, Արամը վերջապես զգաց, որ կարող է շնչել։ Նա գնաց ազգային ժողով պահանջեց, որ նրա եղբորը Սահակին նույնպես ռեաբիլիտացնեն։ Եվ նա պահանջեց, որ նրա մորը Մարիամին թույլ տան վերաթաղել Ագասու կողքին։ Երկու պահանջներն էլ բավարարվեցին 1989 թվականին։ Սահակ Խանջյանը ռեաբիլիտացվեց հետմահու։ Եվ Մարիամ Խանջյանի մարմինը վերաթաղվեց Ագասու կողքին։ Վերջապես, 52 տարի հետո, նրանք կրկին միասին էին։ Արամը կանգնեց նրանց գերեզմանների մոտ, լաց եղավ առաջին անգամ տասնամյակներ ի վեր։ Նա լաց եղավ իր հոր համար, ում երբեք իսկապես չճանաչեց։ Նա լաց եղավ իր մոր համար, ով տառապեց ամբողջ կյանքը։ Նա լաց եղավ իր եղբոր համար, ով մահացավ բանտում։ Եվ նա լաց եղավ իր սեփական կյանքի համար, որը կողոպտվեց համակարգի կողմից։ Արամ Խանջյանը մահացավ 1991 թվականին, 82 տարեկան հասակում։ Նա թաղվեց իր ծնողների կողքին։ Նրա գերեզմանակարին փորագրված է «Վերջին զոհը 1937 թվականի»։ Քանի որ թե նա մահացավ 1991-ին, նրա կյանքը իրականում ավարտվել էր 1937-ին, երբ նրա հայրը կրակվեց։ Ամեն ինչ, ինչ եղավ դրանից հետո, եղավ պարզապես դանդաղ մահ։ Եվ սա է այն պատմությունը, որի մասին մենք հազվադեպ ենք խոսում։ Պատմությունը ընտանիքների մասին, ովքեր մնացին հետո։ Ընտանիքների, ովքեր չկրակվեցին, չձերբակալվեցին, բայց ովքեր տառապեցին նույնքան, եթե ոչ ավելի։ Քանի որ նրանք պետք է ապրեին ամեն օր, գիտակցելով, որ նրանց սիրելիները մահացել են անարդար կերպով։ Նրանք պետք է ապրեին ամեն օր, կրելով թշնամու ընտանիք պիտակը։ Եվ նրանք պետք է ապրեին ամեն օր, առանց հույսի, որ իրավիճակը երբեք կփոխվի։ Իսկ դուք երբիցե մտածել եք, թե քանի ընտանիք կործանվեց 1937 թվականին։ Քանի կանայք կորցրին իրենց ամուսիններին։ Քանի երեխաներ կորցրին իրենց հայրերին։ Քանի ծնողներ կորցրին իրենց որդիներին։ Եվ քանի սերունդներ ապրեցին այդ ողբերգության հետանքներով։ Դրանք են այն հարցերը, որոնց պատասխանները մենք դեռ չգիտենք ամբողջությամբ։ Բայց մենք գիտենք բավական հասկանալու, որ 1937 թվականը ոչնչացրեց ոչ միայն անհատներ, այլ ամբողջ ընտանիքներ, ամբողջ սերունդներ։
Եվ այդ ոչնչացումը շարունակվեց տասնամյակներ հետո։ Շարունակվեց Մարիամի տառապանքներով, Սահակի մահով բանտում, Արամի կոտրված կյանքով։ Շարունակվեց հազարավոր նման ընտանիքների տառապանքներով ամբողջ ԽՍՀՄ-ում։ Եվ միայն 1980-ականների վերջին, երբ համակարգը վերջապես սկսեց ճանաչել իր հանցանքները, այդ ընտանիքները ստացան որոշ արդարություն։ Բայց արդարությունը եկավ չափազանց ուշ։ Չափազանց ուշ Մարիամի համար, ով մահացավ առանց տեսնելու իր ամուսնու ռեաբիլիտացումը։ Չափազանց ուշ Սահակի համար, ով մահացավ բանտում։ Եվ գրեթե չափազանց ուշ Արամի համար, ով ապրեց տեսնելու այն, բայց միայն իր կյանքի վերջին 2 տարիներին։ Դա է 1937 թվականի իրական ողբերգությունը։ Ոչ միայն նրանք, ովքեր մահացան, այլ նրանք, ովքեր մնացին ապրելու։ Ովքեր պետք է շարունակեին գոյություն ունենալ աշխարհում, որը ոչնչացրել էր նրանց սիրելիներին, հետո պահանջում էր, որ նրանք լռեն դրա մասին։ Աշխարհում, որը վերածեց նրանց անձերի, հետո զարմանում էր, թե ինչու նրանք չեն կարող պարզապես շարունակել ապրել։ Շարունակությունը հաջորդ հատվածում։